Փաստաբան Արա Ղարագյուզյանը կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկաններն ուժ կիրառելով գետնին պառկեցրել իր պաշտպանյալին, բռունցքով սեղմած պահելով նրա պարանոցն ու դեմքը, փորձում են ձեռնաշղթաներ հագցնել ու բերման ենթարկել։ Դուրողը ինձ պատմեց, որ նաև ոստիկանության բաժին այդ ձևով տանելուց հետո այնտեղ բռնություն են կիրառել, բռնության հետքերը ակնհայտ էր, ամբողջ դեմքի այդուսները, կապտուկները, գլխի վնասվածքները, մեջքի վնասվածքները եւ միայն ֆիզիկական ուժ գործադրելով չէր կարող նմանատիպ վնասվածքներ առաջանալ։ Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում գործող խանութից գողություն է եղել։ Վկայի կարգավիճակով քննչական կոմիտե ներկայանալու պահանջով Սերգեյ Աբրահամյանը ծանուցագիր է ստացել։ Ազատության հետ զրույցում տղամարդը պատմեց առավոտյան ուշ է արթնացել։ Զանգահարել հարցրել է՝ կարող է այլ ժամի ներկայանալ։ Պատասխանել են՝ այո, ժամը 16-ին եկեք։ Պնդեց՝ գնացել է, չեն ընդունել։ Դրանից հետո տղամարդը զանգահարել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, կասկածներ ունենալով, որ չեն ընդունել, որովհետև ոստիկանությամբ են ցանկանում բերման ենթարկել։ Ըստ Սերգեյ Աբրահամյանի, այդպես էլ եղել է։ Հաջորդ օրն առավոտյան երկու ոստիկան են իր տան դուռը թակել։ Հրավիրեցի տուն, կոֆե ուզեցի, ակնվեցի, որ դուրս կամետները դրան մոտ կանգնած սպասում են, որ տվյալ ոստիկանը փոխն խմի, որ գնան։ Էնուսը անընդհատ դուրս էր գալում, հեռախոսով խոսում էր։ Կնոջից են իմանալ, որ ոստիկանապետի հետ առանձնազրուցել է, այդտեղից է պարզվել, որ դուրս է եկել զանգելը, որ գանեզի բռնեն տանը։ Ու լցվել են տուն ինձ բրբրթելով։ Բարձրացան վրաց, որ թիվերը սովորեն տանդել են տանը։ Ասում չի պարես ինձ կանդալում, որ փախել են, որ փախնում են, որ բացերները թող կանդել են։ Ասում ինչի՞ մեր կանդել ես, որս գալիս են։ Մենք հազարդեն վրաց իսկ չթողում կանդել են։ Սերգեյ Աբրահամյանը, որ հերքում է իր կապը ոստիկանների նշած խանութի գողության հետ, ասաց՝ նախ սեփական տանն են իրեն նվաստացրել ոստիկանները, հետո արդեն ոստիկանությունում ավելացրել են ծեծն ու բռնությունը։ Ոտքերս ու ձեռներս կանդալա մեջքիս հետ կանդալների դեմը ոսկորները ջարդում, լայն սկոչով բերանից կապել են գլխից վրապատատելով, մի 15 հոգով քացիներով, կոշիկի տակով դեմքից թքել վրես։ Տղամարդն Ազատությանը նաև պատմեց՝ մի պեր զանգահարել, որ գան ու իրեն ոստիկանության բաժնում տեսնեն, կապտուկներն արձանագրեն, կամ հենց միպը միջամտեր, որ շտապօգնության մեքենան մոտենար ոստիկանություն, որովհետև ըստ նրա ոստիկանությունում անտեսել են իր խնդրանքն ու շտապօգնություն չեն կանչել։ Սերգեյ Աբրահամյանն ասում է իրենց զանգերին պատասխանել, բայց այդպես էլ ոչ ոք չի եկել։ Անչափահաս երեխաների հայրն իրեն նվաստացած է զգում։ 3 երեխա ունեմ, երկուսն էլ գերազանցիկ սովորող, նկարը դպրոցի հետ մոտքի պատին կեցնում։ Չեմ ուզում երեխաներիս վրա պիտակ թողնել։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից այսօր Ազատությանը փոխանցեցին, տեղյակ են խնդրին, պաշտպանի իրավասությունների շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ, իսկ թե հատկապես ինչ միջոցների մասին է խոսքը եւ ինչ է արել ՄԻՊ-ը, չմանրամասնեցին։ Փաստաբան Արա Ղարագյուզյանի հրապարակած կադրերում լսվում է Սերգեյ Աբրահամյանի ու տեսարանը նկարահանող նրա կնոջ ձայնը, թե ձեռնաշղթաների կարիք չկա, նա պատրաստ է ոստիկանություն գնալ։ Գալիս է, դուք չեք հասկանում, մենք գալիս էինք։ Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն է արձագանքել փաստաբանի հրապարակմանը, ընդգծելով քաղաքացին չի ենթարկվել ոստիկաններին։ Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են բնակչի տուն։ Ներկայացրել են քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին։ Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ եւ նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։ Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ներքին գործերի նախարարության, ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության կողմից։ Փաստաբան Արա Ղարագյուզյանը խուսափողական է համարում ոստիկանության այս պատասխանը։ Ներքին գործերի նախարարին է դիմում։ Սա է իրական բարեփոխումը։ Եթե լավ ենք նախկին ոստիկանապետն էր, բան խոշտանգման ենթարկված մեղադրյալներին էր պաշտոններ տալիս, դա Արփի Սարգսյանը
ինքը բավականին որպես լավ մասնագետ, որպես բարեփոխումներին ցկտող, բայց իրականում մենք տեսնում ենք, որ այդ բարեփոխումները չկան։ Ինչու է նախարարության անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում քննվում ոստիկանների գործողությունը, հարցնում է Ղարագյոզյանը, խնդրահարույց համարելով նաեւ հենց դա։ Սա կոնկրետ խոշտանգում անմարդկային ենթադրյալ գործողություն է, որը պետք է քրեաիրավական գնահատական տրվի, ոչ թե վարչաիրավական, քանի որ այդ վարչությունը միայն զուտ ոստիկանության վարքագծի կանոններն է քննում։ Արա Ղարագյոզյանն առնվազն 5 դեպք է հիշում, երբ վերջին 7 տարիների ընթացքում խոշտանգման հոդվածով անցնող ոստիկանները հետո պաշտոնի առաջխաղացումներ են ունեցել։ Մենք պրակտիկան տեսնում ենք, թե ոստիկանական բռնությունները ինչքան են անպատիժ մնում եւ շարունակվում է։ Կարելի ասել, որ այս 7 տարիների ընթացքում, որ ասեմ ոստիկանության համակարգում ինչ-որ բան փոխվեց, բռնություն իրականացող ոստիկանները պատժվեցին, դա ցավոք սրտի այդպես չի։ Ներքին գործերի նախարարությունից մինչդեռ տեղեկացնում են, հակաիրավական տարբեր արարքներ թույլ տված ոստիկանների նկատմամբ անցած տարի իրականացվել է 1911 ծառայողական քննություն, 53 ծառայող ազատվել է աշխատանքից, նախաձեռնվել է 46 քրեական վարույթ։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով 206 կարգապահական տույժ է կիրառվել, 9 ծառայող էլ ազատվել է աշխատանքից։ Փաստաբանի փոխանցմամբ իր վստահորդը 3 օր առաջ նաև դատախազություն է դիմել այս կառույցից, ասացին նամակը դեռ չեն ստացել, բայց Ղարագյոզյանի հրապարակման հիման վրա քրեական վարույթ են նախաձեռնել մի խումբ անձանց կողմից կատարված խոշտանգման հոդվածով։